Բարի լույս, բարի օր, ամեն առավոտ, երբ լույսը բացվի, կուզեմ հոգին ձեր լույսով լցվի, կյանքի դրախտը ձեզ գիրկն առնի, ձեր փոքր սիրտը մեծ սիրով լցնի, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, թող օրը սկսվի ուրախ, բարի և խաղաղ։ Դրել եմ մի բաժակ կոֆե ինձ համար, դուք էլ ձերը դրեք, նստենք մի քիչ զրուցենք մեր հոգսերից, մի թեթև-թեթևանանք, նոր մտածենք այսօրվա եփելու մասին, թե ինչ պետք է եփենք այսօր, իմ լավ բարեկամներ։ Սիրելիներս, այսօր որոշել եմ պատրաստել սիսեռով ապուր։ Հիմա վերցրել եմ երկու միջին չափսի սոխ և կտրատում եմ։ Սովորական ոչ շատ մեծ եմ կտրատելու, ոչ շատ մանր, սովորական, ինչպես միշտ ճաշերին կտրատում ենք։ Հարգելիներս, ես այսօր պատրաստելու եմ սիսեռով ապուրը իմ պատրաստման եղանակով և ձեզ սիրով ցույց եմ տալու, թե ինչպես եմ ես պատրաստում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ բոլոր տնային տնտեսուհիները ամեն մեկը իր պատրաստման եղանակը ունի և ձևը ունի։ Հիմա սոխը կկտրատեմ, կվերջացնեմ, նոր կարտոֆիլը նախօրոք մաքրել եմ, լվացել եմ կարտոֆիլը, միսը լավ լվացել եմ, դրել եմ մի եռ եկել է, ոնց որ ասած փրփուրը հավաքել եմ, մի փոքր աղ եմ լցրել, կիսաեպ եմ արել, որպեսզի սիսեռը մսի հետ, կարտոֆիլի հետ եփի, ավելի համեղ դառնա մեր սիսեռով ապուրը։ Սիսեռը երեկոյան լավ լվացել եմ, սառը ջրի մեջ թռչել եմ, դրել եմ սառնարանը։ Այս բոլորը կկտրատեմ սոխը և հետո կսկսեմ կարտոֆիլը կտրատել, սիրելիներս, սիրով, մեծ սիրով կտրատում եմ, որպեսզի ճաշը ավելի համեղ լինի, իմ լավ բարեկամներ, այնպիսի քամոտ եղանակ է, որ էլ ասելու չի, իսկական ջրալի ապուրի եղանակ է, դրա համար էլ որոշեցի այսօր պատրաստեմ մսով, սիսեռով մի համեղ, թարմը կանաչիներով ապուր։ Սոխը վերջացրեցի, լցնեմ ամանը, սոխը կտրատեցի, վերջացրեցի, հիմա էլ կարտոֆիլը բաժանում եմ երկու մասի, մի մասը նորից բաժանում եմ երկու մասի և կտրատում եմ ոչ շատ խոշոր, ոչ շատ մանր։ Դուք ինչպես ցանկանում եք, այնպես էլ կտրատեք, սիրելիներս։ Կարտոֆիլի կտրատելուց համը չի փոխվում մեր սիսեռով ապուրի։ Վերցրել եմ 4 միջին չափսի, ոչ այնքան խոշոր, ոչ շատ մանր, մի քիչ շատ եմ անելու, որպեսզի սիսեռի հետ եփի, լավ տրորվի և մեր ապուրը ավելի թանձրանա, ինչքան թանձր լինի, այնքան համով կլինի մեր ապուրը։ Սա էլ վերջացնեմ, նոր արդեն կմոտենամ գազօջախին, աշխատանքային սեղանին ու կսկսեմ պատրաստել սոխառածը։ Շատ վատ եղանակ է մեզ մոտ, ցուրտ, մինչև Մարինես կանաչին բերեց, մրսավ, անձրև, ամպրոպ, շատ վատ եղանակ է այսօր, չնայած այսքան ժամանակ է այս եղանակը այսպիսին է, ցրտոտ, անձրևոտ, ամպրոպ, միշտ քամի։ Պառերը վառել ենք, սիրելիներս, պատկերացնում եք երեկ գիշեր, սա վերցնեմ և գնամ գազօջախի մոտ։ Բաղադրիչներն են սոխ կտրատած, կարտոֆիլը արդեն կտրատած, սիսեռը ինձ մոտ մանր է մի քիչ, սիրելիներս, բայց ուռել է, փափկել է, լավ է, մի քիչ մեծացել է, սա աղացած քաղցր պղպեղ, տոմատի մածու, կաթսայի մեջ մաքուր հալած յուղ եմ դրել, հիմա գազօջախը կվառեմ և նաև կմիացնեմ
օդափոխիչը ձեռքով է միանում, կաթսայի մեջ կլցնեմ կտրտած սոխը, որպեսզի տապակեմ։ Սոխը կտապակեմ այնքան, որ փափկի և դառնա ոսկեգույն, մի հատ խառնեմ, ահա թող փափկի և դառնա ոսկեգույն, նոր կավելացնեմ պղպեղը, կարմիր աղացած։ Իսկ հիմա սիրելիներս ուզում եմ տեսնել դեռ կարմրել է թե ոչ, բայց դեռ չի կարմրել, թող մի քիչ էլ կարմրի, սիրուն, գեղեցիկ, նոր կեփենք, շատ ենք սիրում այս ճաշատեսակը, բոլորն էլ ուտում են, հավանում են իմ լավ բարեկամներ։ Արդեն սոխը լավ կարմրել է, փափկել է, ոսկեգույն է դարձել շողշողուն, հիմա պետք է ավելացնեմ աղացած կարմիր քաղցր պղպեղը։ Վերցնեմ գդալ, կավելացնեմ մի ճաշի գդալ, կարմիր աղացած պղպեղ և տոմատի մածուկ մի ճաշի գդալ։ Հիմա տոմատի մածուկը պղպեղը կխառնեմ իրար, որպեսզի յուղի մեջ տապակվեն, խառնվեն իրար, իրենց բույրն ու համը տան ապուրին։ Այս գործողությունը անելուց հետո հիմա մի փոքր կավելացնեմ մսի արգանակ, ասեմ, որ լվացել եմ մեկ անգամ, եռացրել, ջուրը թափել եմ, սա երկրորդ անգամն է, որ եփել եմ արդեն միսը, ավելացրեցի, հիմա գդալը կհանեմ, կթողնեմ, որ մի հատ այս ջուրը եռա սոուսը, նոր կավելացնեմ կարտոֆիլը, արդեն 1-2 րոպե անցել է, սոուսը արդեն եռում է, մի հատ կխառնեմ և կավելացնեմ կարտոֆիլը, կավելացնեմ նաև սիսեռը և կխառնեմ այս հիանալի սոուսի մեջ կարտոֆիլն ու սիսեռը իրար, որպեսզի բոլոր բաղադրիչները մի լավ խառնվեն միմյանց։ Այս գործողությունը կատարելուց հետո կավելացնեմ արդեն մսի արգանակը։ Մի քիչ մոտ եմ բերում կաթսան, որ չթափեմ գազին, իսկ հիմա քամելով եմ լցնում, ճիշտ է մաքուր է արգանակի ջուրը, բայց ես սիրում եմ, որ քամեմ, իմ լավ բարեկամներ։ Ավելացնում եմ արգանակը այնքան, որ ապուրը ծածկված լինի 2 սանտիմետր բարձրությամբ կարտոֆիլից և սիսեռից։ Սա բավական է, եթե քիչ լինի, հետո կավելացնեմ, խառնում եմ մի լավ, բերանը կծածկեմ, կարտոֆիլը, սիսեռը թող եփեն, նոր լավ արդեն եռում է մեր ապուրը, հիմա կավելացնեմ միսը, միսն էլ լավ չեմ եփել, նորից կխառնեմ,
կքամեմ մի փոքրել բերանը կծածկեմ թող եփի մինչև ամանները բոլորը կլվանան։ Մենք սիրելիներս տեսնում եք հանգիստ դանդաղ եփել է, կարտոֆիլը հիմա այսպես կտրորեմ, որպեսզի թանձր լինի։ Հիմա աղը կփորձեմ։ Հələ տեսեք ինչպիսի կանանչի ունեմ այստեղ, մեր հողամասի համեմը, ծիտրոնը, սամիթը և սոխը մարինես բերել է, լվացել եմ, հիմա սա եմ կտրելու, հիմա աղ լցնեմ, աղը մի քիչ պակաս է, նորից կխառնեմ, լավ է, աղը տեղն է, հիմա հարգելիներս վերցնելու եմ, նայեք, մի փոքր սամիտ, մի երկու ճոխ թարմ ռեհան և մարզա, ծիտրոն և համեմ։ Որովհետև չորելում եմ, հիմա սա այսպես գեղեցիկ մանր կկտրտեմ։ Երեսունից 40 րոպե եփում է սիսեռով ապուրը, ժամանակն է, որպեսզի ավելացնեմ կանաչին, մանրացնեմ, վերջացնեմ, ավելացնեմ ապուրին։ Լավ մանրացնում եմ։ Լցրեցի։ Հիմա մի հատ նորից խառնեմ։ Բերանը ծածկեմ կափարիչով, մի քիչ էլ կեփի, նոր արդեն պատրաստ կլինի ապուրը մեր։ Արդեն պատրաստ է սիսեռով ապուրը, այնպիսի մի բույր է տարածվել մեր խոհանոցում, էլ ասելու չի, աննուշ բույր, խառը կանաչիների և սիսեռով ապուրի բույրն է։ Հիմա ես կփորձեմ սիսեռը, տեսնեմ լրիվ եփած է, լիարժեք, տեսնում եք լավ տրորվում է, հիմա մի հատիկ էլ ձեռքով շատ փափկել է, եփել է, շատ համեղ է, իմ լավ բարեկամներ, այսքանով ավարտում եմ այսօրվա մեր սիսեռով ապուրը, անջատեմ և մաքրեմ շուրջ բոլորս, նոր կմիանամ ձեզ։ Սիրելիներս, մի լավ մաքրում ենք գազօջախը, այսպես, լրիվ, սա մի քիչ տաք է, վախենում եմ բռնեմ, հիմա սա էլ կհանեմ, այսպես մաքուր, ակուրատնի, այս մասերով,
մի լավ կմաքրեմ, այս շորով էլ հիմա այսպես կմաքրեմ, կլվանան, հիմա շորը լվանան, նորից, այս շորը Viber-ից են գնել, սիրելիներս, շատ լավ շոր է։ Այսպես։ Սիրելի բաժանորդներ ջան, տեսնում եք, արդեն վերջնական տեսքն եմ ցույց տալիս, մաքուր, գեղեցիկ, դասավորված, ամեն իր տեղում է մաքրած, դասավորված, իսկ այս անկյունում գեղեցիկ մեխակներից ծաղկեփունջն է, որը համ գեղեցկություն է տալիս խոհանոցում, համ իր բույրն է տարածել, այստեղ էլ եմ լվացել, չորացրել եմ, ամեն ինչ մաքուր, գեղեցիկ։ Այսօրվա համար այսքանը, արձագանքեք, սիրով կպատասխանեմ բոլորիդ հարցերին, ինչպես միշտ, առայժմս մինչ նոր հոլովակ